Այսօր կփորձարկենք ամենատրենդային պաղպաղակները, եւ ես ցանկանում եմ առաջինը սկսել մանգոյից։ Իդեպ այս սարսառակներն արժեին 1950 դրամ։ Փոքրիչ խրթի ստացվեց նրան բացելը, բայց ես դա արեցի։ Շատ միլինքի է։ Ներսից ունենք այս տեսքը, պրոբույեմ։ Մարտով մանգո տանել չի կարողանում, ես սա կգնահատեմ 10-ից 100 լիմոն։ Բնականաբար մի քիչ sense քիմիական համ ունի, բայց այդ այնքան համով է, ունի բավականին փափուկ տեքստուրա, նուրբ մանգոյի համ, պլյուս ինչ-որ sense էկզոտիկ նոտա։ Մի խոսքով ես այս չքնաղին շատ հավանեցի, ապրես որ այսքան լավն ես։ Իդեպ վրայի շոկոլադն էլ ունի մանգոյի առամատ, մի խոսքով այստեղ ամեն ինչ իդեալական է, խոսքերն ավելորդ են, սա պետք է փորձել։ Հաջորդը կփորձենք դեղցը։ Թե ինչի է ինքը նման, թողնում եմ ձեր հայեցողությանը, իմ համար դեղց է։ Դե ինչ, պրոբույեմ։ Դեղցի համով սառը թեյ է։ Ասեմ ավելին են ամենաէժան ու մաքսիմալ քիմիական համով դեղցի թեյն է։ Ես սիրում եմ sense բաներ երեխեք։ Այս մեկը մի քիչ մանգոյին զիջում է, որովհետև մանգոյի տեքստուրան ավելի լավն է, մի տեսակ cheesecake հոտ էր։ Սա հենց իսկական պաղպաղակ է, եւ սա կգնահատեմ 10-ից 1 լիմոն։ Եվ վերջում կփորձարկենք կիտրոնը։ Նայեք, ինձ iPhone-ի նման է բացվում տակը։ Ներսից ունենք sense էլի մի լաշոկ տեսք, պրոբույեմ։ Սա ավելի շատ ես կանվանեի քաղցր կիտրոն, հիմնականում կիտրոնով ցանկացած բան թթվաշա չէ լինում, ունի էլի այդ սուր քիմիական արտահայտված համը, բայց էլի հետաքրքիր է ու տեքստուրան նման է մանգոյին։ Բայց քանի որ կիտրոնից իմ սպասելիքները ավելի մեծ էին, դու կստանաս 10-ից կես լիմոն։ Արդար է։ Ես իմ այսօրվա փորձարկումից շատ գոհ եմ։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք, որովհետև ես հաջորդ փորձարկման համար նախատեսել եմ այս հավի բծկի պաղպաղակը։